Դեկտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով Մայրաքաղաքի Վարդանանց փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու, տեղափոխելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին երևանցի 39-ամյա Դավիթ Դոլինյանին։ Անձնական խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվեց երկու ներարկիչ, որոնցից մեկը լցված էր մոտ 3 գրամ սպիտակավուն հեղուկով։ Դոլինյանի խոստովանությամբ ներարկիչի պարունակությունը սուբուտեքս թմրամիջոց էր, որը պահել էր անձնական օգտագործման համար։ Հայտնաբերվածը նույն օրը ուղարկվեց փորձաքննության և պարզվեց, որ բուպրենորֆին է։ Ոստիկանների աշխատանքն այսքանով չավարտվեց։ Շուտով պարզվեց, որ Դավիթ Դոլինյանը ապօրինի զանգվածը ձեռք է բերել Սամսոն Խանֆերյանից։ Նույն օրը խուզարկության ենթարկվեց 1975 թվականին ծնված Սամսոն Խանֆերյանի բնակարանը, որտեղից հայտնաբերվեց սպիտակ գույնի օվալաձև B8 գրառմամբ 5 ամբողջական դեղահաբ և նույնանման դեղահաբի 18 կտոր։ Սպիտակ գույնի օվալաձև B8 գրառմամբ 15 դեղահաբ հայտնաբերվեց նաև նույն հասցեում ապրող 67-ամյա Գոհար Ներսիսյանի անձնական խուզարկությամբ։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Սամսոն Խանֆերյանն ու Գոհար Ներսիսյանը կալանավորվել են։ Կատարվում է նախաքննություն։